Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Alpha News-ի Los Angeles-յան տաղավարում աշխատում է Ռոբերտ Գասպարյան եւ այսօր մենք տաղավարում հյուրընկալել ենք Մարինե Չարշավչյանին, Մարալիկը եւ Հայրիկը Արցախում գրքի հեղինակին։ Բարև ձեզ Մարինե ջան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Առաջին իհարկե խնդրեմ ներկայացնել գիրքը մեր հեռուստադիտողներին եւ ասել ինչպես այն ստեղծվել, գաղափարը երբ եղավ եւ ինչպես եղավ։ Գրքի վերնագիրը Մարալն ու Հայրիկը Արցախում, սա իրական պատմություն է մեր կյանքից, որ մենք վերջին 3 տարին 20 թվականի պատերազմից հետո Արցախում էինք ու մեր ամբողջ կյանքը, որ ապրել ենք այնտեղ, փորձել եմ ասի մի պատառիկը ամփոփեմ հեքիաթի ձևով։ Ես Հայաստանում ծնված մեծացած եմ, ամուսինս այստեղ ծնվել է, մենք 44-օրյա պատերազմից մի օր առաջ հանդիպեցինք եւ հետո գնացինք ապրելու Մարտունի քաղաքում։ Առաջին անգամ հենց ոտք դրեցինք Մարտունի, միանգամից սիրեցինք թե քաղաքի բնակիչներին, թե քաղաքապետարանի աշխատող անձնակազմին, թե քաղաքը եւ այնտեղ ապրում էինք ու Լորիկ մարդասիրական հիմնադրամը կար, որ տարբեր ծրագիրներ էինք իրականացնում։ Եվ այդ ծրագրերից մեկն էլ Կաղանդ Պապա լինելու ծրագիրն էր, որ որոշեցինք, որ Մարտունի շրջանի 31 գյուղերին պետք է մենք Կաղանդ Պապայի հագուստներ հագվենք ու գնանք տարբեր նվերներ բաժանենք։ Այդպես Մարալիկը, մեր աղջիկը, որ առաջնեկն էր, ինքը 1.5 տարեկան էր, բայց մեր հետ Կաղանդ Պապայի հագուստներ հագցրած ամեն գյուղերով պտտվեցինք։ Հիմա հեքիաթի հիմքում այդ պատմությունն է մեր կյանքից, որ գնում ենք ու Մարտունի գյուղերի երեխաներին բաժանում ենք նվերներ։ Մտահղացումը 2 տարի արդեն կա, որ ուզում էի գիրքը գրել, բայց այս վերջում շատ մտածում էի, լավ, հիմա Մարալիկին ես, որ արդեն 4 տարեկան է, ինչպես պիտի պատմեմ Արցախի մասին, որովհետև ինքը փոքր էր ու շատ հիշողություն չուներ։ Ու մտածեցի, որ հեքիաթը լավագույն ձևն է պատմելու երեխաներին իրենց կարևոր ապրած կյանքի օրերի մասին կամ կարևոր գաղափարներ փոխանցելու համար եւ հեքիաթը գիտենք, որ մեր ժողովրդական հեքիաթներն են շատ կախարդական, մոգական մի աշխարհ են, որ շատ ենթագիտակցության մեջ կարող են լավ տպավորիչ լինել երեխաների համար ու որոշեցի հեքիաթի ձևով այս գիրքը գրեցի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում Արցախի վերաբերյալ հիշատակումները բոլոր տեսանկյուններից ուղղակի այսպես կտրվում են շատ չոր կերպով, չկա Արցախ խոսույթն է հանվել, արդեն դարձել է Ղարաբաղ, այսինքն ինչպես եք պատկերացնում այս համատեքստում գրքի գաղափարը տարածել է երեխաների մեջ, նաև այն համատեքստում, որ արդեն Հայաստանի 3 դպրոցում ըստ լուրերի ուսումնասիրվելու է ադրբեջաներեն լեզուն։ Այս երկու գաղափարներն ինչպես կարող են ըստ ձեզ գոյակցել։ Շատ ճիշտ եք, ես ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ ինչու ադրբեջանցի երեխան կարող է արթնանալ Ադրբեջանում ու իրեն ասեն, որ դու կարող ես մեծ երազել, dream big, որ ասում են, կամ Թուրքիայի մեջ թուրք երեխան ադրբեջանցին Երեք Ալիևը ասում էր, որ սևանալիչ չկա, այսինքն իրենք մինչև այսօր այդ խաղաղության պայմանագիրը մենակ մեր գլխին բարթելու համար էր, իրենք իրենց երեխաներին ստիպում են, որ երազեն մեծ երազանքներ ունենան։ Հիմա ինչու հայ մանուկը Հայաստանում, երբ որ արթնանում է, իրան պիտի ինչ որ մի քաջնազար ծաղրածու ասի, որ դու իրավունք չունես երազելու Վանի մասին կամ Շուշիի մասին։ Ես ուզում եմ, որ իմ երեխաները առաջին հերթին ու մեր Հայաստանի երեխաները ունենան այդ իրավունքը մեծ երազելու, որովհետև սա մեր հայրենիքն է ու Արցախն էլ մեր պատմական Հայաստանի հայկական բարձրավանդակի մեծ հայքի 15 նահանգներից մեկը եղած է։ Հիմա ինչքան են մեզ ուզում են ապացուցեն, որ Արցախը մերը չէ կամ Վանը մերը չէ, մենք պետք է տրվենք այդ սատրանքներին, այսպես ասած, ու այս գիրքն էլ այդ տարբերակներից մեկն է, որ ցույց տանք, որ Արցախը մերն է, այդպես։ Ես միտեղ կարդացի, որ ձեր երկրորդ երեխան Հուրին ծնվել է վատ իրադարձությունների ժամանակ, դրա մասին դուք խոսել եք, խնդրեմ մանրամասնել։ Երբ որ սկսվեց Արցախի բլոկադան 9 ամիսը, բլոկադայի ճիշտ սկիզբը ես իմացա, որ երկրորդ բալիկիս եմ սպասում ու հղիությանս 9 ամիսը այդ բլոկադայի ճիշտ 9 ամիսների հետ դժվար անցել է։ Չէինք սպասում, որ սեպտեմբերի 19-ը կլինի ու այդպես ստացվեց, որ Ադրբեջանը հարձակվեց ամբողջ Արցախի վրա եւ Հուրին էլ ծնվեց ամսի 20-ի առավոտյան
մեր Մարտունի հիվանդանոցի ապաստարանում ու այդ ժամանակ դեռ քաղաքի վրա ռմբակոծությունը ակտիվ տեղի էր ունենում։ Իմ համար հոգեբանորեն ամենադժվարը այն էր, որ լուրերը կարդալով մեկ էլ տեսնում էի, որ ինչ որ Փաշինյան հայտարարում է, որ Արցախի խաղաղ բնակչությանը ոչ մի վտանգ չի սպառնում, իսկ մեր հիվանդանոց հասնելուց ուղիղ 1 ժամ առաջ, երբ որ մենք արկերի տակ հիվանդանոց ենք հասնում, որ երեխա ծնվի, 1 ժամ առաջ արդեն Մարտունիում առաջին քաղաքացիական զոհը եղել էր։ Այսինքն Մարտունիում քաղաքացիական զոհեր կային, մեր երեխան ռումբերի ու արկերի տակ էր ծնվում ու այդ ապաստանում վիրավոր զինվորներ ու խառնաշփոթ իրավիճակ էր, բայց Հայաստանը այդ հայտարարություններով ավելի հոգեբանական մեզ ավելի ցավ էր պատճառում, տեսնելով որ մեր միակ հույսը Հայաստանը որ պետք է այդ պահին Արցախի կողքին կանգներ, ինքը չկանգնեց։ Այո, ինչ խոսք։ Եվ ավելի բաներ, որ մեր Մարտունի քաղաքապետ Ազնավուր Սաղյանը իրեն ընկերներին հետ իրեն կյանքը տվեց, բայց պաշտպանեց մեզ ու Մարտունի քաղաքը թշնամիներից, ճիշտն ասած այդ բլուրը կոհակ բարձունքը, որտեղ որ այդ մարտը տեղի է ունեցել, մեր տունից ճիշտ առջևը երևում էր ու ես իմ աչքով տեսել եմ թե ազերի 200-ից 300 զինվորների, որ առաջ էին գալիս ու մենք սպասում էինք, որ հիմա երևի կիչնեն քաղաք ու տեսել եմ թե Ազնավուրին ու իր քաջ ընկերներին, որ 15 հոգով ընդամենը կարողացել են տեսանյութերն էլ կան ապացույց, որ մեր տղաները այնքան լավ են կռվել, որ իրենց կյանքի գնով կարողացան քաղաքը պաշտպանեն։ Այսօր հուրին, որ ողջ առողջ է, այդ Ազնավուրի ու իր նման քաջ ընկերների շնորհիվ է։ Կա Ազնավուրի հիմնադրամ, ճիշտ է, ինչ գործունեություն է ծավալում հիմնադրամը։ Հիմնադրամը նոր բացվեց այն մտքով, որ կրթաթոշակ պետք է ապահովենք այն տաղանդավոր խոստումնալից արցախցի բռնի տեղահանված երիտասարդներին, ովքեր փորձում են համալսարան ընդունվել, կրթություն ստանալ բարձրագույն ու պետք է ասեմ, որ գրքից արդեն գրեթե 100 օրինակ վաճառվել է եւ մեր առաջին այդ $1000 ներդրումը մենք կարողացել ենք անել հիմնադրամին։ Ընթացքի մեջ է հուսամ ավելի շատ կկարողանանք անել այդ միտքը եւ Ազնավուր Սաղյանի կինը Մարիամը հոգեբարձուների խորհրդի անդամ է ու ինքն էլ պետք է մասնակցի ուսանողներին ընտրության հարցում։ Ես ցանկանում եմ հարցնել Մարինե գրքի ստեղծման ակունքում նաև Անայիս Սատիկյանն է, Բրազիլիայում բնակվող նկարչուհի, ինչպես նրա հետ կապվեցիք եւ ինչ առաջարկեց նա ձեր գաղափարները ինչպես համընկան եւ ինչպես իլյուստրատիվ կերպով արտացոլվեց այդ գաղափարը։ Անայիս Սատիկյանին շատ երկար տարիներ արդեն հետևում եմ, ինքը այն դրական լուսավոր բարի կերպարներից է Հայաստանի մեր մշակութային իրականության մեջ, որ իր բարձ illustration-ներով, նկարազարդումներով մեզ հիշեցնում է թե Արևմտյան Հայաստանը, թե մեր արժեքները մշակութային, իրեն երկար տարիներ էի հետևում, երբ որ գիրքը գրեցի այդ հիմնական տեքստը, մտքիս մեջ այն էր, որ Անայիսը միակ մարդն է, որ կարող է շատ լավ Արցախը նկարել, ու այդպես դիմեցի իրեն Եվ միասին ամեն մանրուք մանրամասն քննարկել ենք, այնտեղ գրքի մեջ թաքնագրված գաղափարներ կան, օրինակ Մարտունի քաղաքապետարանի արչևը, որ այդ ցայտաղբյուրը կա, որ ջուր են խմում, այնտեղ պստիկ փոքր տառերով գրել ենք Արցախի հարցը փակված չէ, շատ կարևոր նուրբ բաներ են, որ թեկուս խորհրդանշաններով տպավորվի ընթերցողի մեջ, եւ ինձ համար գրքի ստեղծման ժամանակ, նկարազարդման ժամանակ միամիտ հասկացանք, որ ինքը, որ վերադարձ ազգային երգի բարի խմբի երգչուհի Պարուհի է, ես չէի իմանում, իրեն այդքան լավ հետևում էի, բայց երբ որ պետք է Մարտունի քաղաքի մշակույթի տունը նկարել, ասեց ես տանը եղել եմ, բլոկադայից ճիշտ քիչիկ առաջ, ասեցի, բայց երբ եղել ես, ասեց երբ որ վերադարձը եկել էր եւ համերգ էր տալիս, պարզվեց ես, որ ողջավորված վերջապես ազգային պարում ենք, ինքն էլ բեմի վրա է եղել, միասին Մարտունի քաղաքում, բայց այդ ամեն ինչը պարզեց գիրքը նկարազարդելու ժամանակ արդեն։ Գրքի տարածման վերաբերյալ ինչ արձագանքներ կան, ինչ որ բացի Հայաստանից այլ տեղեր տարածվել, թարգմանվել, միգուցե ինչ թարգմանվելու համար դեռ չենք մտածում, բայց հիմա քանի որ նոր է, արդեն մարդկանց հետաքրքրությունը կա Եվրոպայից, ամեն տեղերից փորձում են գնել, թե Երևանում, թե այստեղ գիրքը հասանելի է, բայց նաև մտածում եմ, որ նաև Մեսրոպյան
Մեսրոպյան ուղղագրությամբ գիրքը անեմ, որպեսզի արևմտահայերեն ավելի կարդացողներին դյուրին լինի։ Ես ընդհանրապես գրքի լեզուն գործածել եմ մարալիկի մանկական խոսակցական լեզուն, այնտեղ թե Արցախի բարբառով արտահայտություններ կան, որ աստղիկով նաև մեկնաբանվում է, թե ինչ է նշանակում, թե արևմտահայերեն, թե արևելյան, մի հատ այսպես խառնուրդ է, որ ավելի ցույց է տալիս ամեն լեզուների ամբողջությունը որպես մի օրինակ։ Իսկ առաջիկայում կա ինչ-որ գաղափար նոր բան գրելու կամ դարձնելու ինչ-որ շարք, անհամեմատ ավելի շատ բան փոխանցելու երեխաներին։ Հիմա արդեն ասում են, ես էլ սկսել եմ մտածեմ, որ Մարտունին ուներ 31-32 գյուղ, ամեն գյուղի մասին մի փոքրիկ պատմություն գրեմ, ինքը կդառնա ընդհանուր մի շարք, ու ամեն մի գիրքը պետք է նվիրեմ ամեն մի շրջանի զոհված մի հերոսի։ Առաջին գիրքս բնականաբար Ազնավուր Սաղյանին նվիրված է ու մեր Մարտունի քաղաքին։ Այնտեղ հիշատակում կա եկեղեցուն եւ չեմ կարող ուղղակի ձեզ չհարցնել, մենք խոսեցինք երազելու, բարձր երազելու մասին եւ այդ երազելու տեսանկյունից մեր թևերը կտրում են եկեղեցու բանում համատեքստում, որ մարդը եկեղեցով է հոգեվոր բոլոր իր սնունդը ստանում եւ հիմա գրոհ է սկսվել եկեղեցու նկատմամբ ձեր վերաբերմունքը այդ տեսանկյունից բնականաբար ինչպես Հայաստանի հիմի ներկայիս իշխանությունը հարձակվում է ամեն ազգային արժեքի վրա, ամեն ազգային կառույցի վրա, նույն ձևով էլ իրենց նպատակն է հայ առաքելական Սուրբ եկեղեցին քարկոծելը եւ քանդելը բնականաբար շատ բացասական են վերաբերվում, այն ինչ որ կատարվում է շատ ապօրինի ու շատ հակաազգային քայլեր են։ Այստեղ պիտի ասեմ, որ Մարտունի քաղաքում Սուրբ Ներսես մեծ եկեղեցին կար, ազերիներն են քանդում, այսինքն ստացվում է, որ Ադրբեջանում ազերիները մեր Արցախը առել են, մեր եկեղեցին են քանդում, հայրենիքի ներսում էլ նույն թրքահաճո իշխանությունը առել, մեր եկեղեցու դեմը արշավ սկսել։ Միանշանակ ցավոտ է, կուզենայի չլիներ այդպիսի բաներ, բայց ունենք այն ինչ որ ունենք։ Եվ դարձյալ գրքի վերաբերյալ այնտեղ դուք ասացիք նոր, որ պետք է բարձր երազենք, ինչպես է երեխան նայելով սովորելու, որ ինչի մասին պետք է երազի, դեպի որն է երազանքը գնալու գիրքը կարդալու ընթացքում։ Գրքի առաջին էջում մեծ հայքի քարտեզը դրած եմ ու այնտեղ դեղին գույնով նշվում է Արցախը նաև։ Իմ համար առաջին քայլը ճանաչելու հայրենիք ու երազելու այդ ճանաչել մեր պատմական Հայաստանը, մեր արժեքները ու ամեն ձևով փորձել եմ գրքի մեջ այդ նկարները, պատկերները, տեքստը դնելով երեխաներին ցույց տամ, թե որն է իրենց հայրենիքը ու իրենք ինչի մասին պիտի երազեն։ Եվ նաև ընդհանրապես Մարտունի քաղաքի հուշարձանների մեջ այնտեղ կա Գարեգի Նժդեհի արձանը, կա Մոնթե Մելքոնյանի արձանը, մեր հերոսներն են, որ պետք է իրենց ճանաչենք օր առաջ ու չամաչենք հետևելու ու սիրելու իրենց, այդպես։ Շատ բարի, շնորհակալ եմ հարցազրույցի համար, ես Ռոբերտ Գասպարյանը մենք աշխատում ենք Լոս Անջելեսից եւ որպես հավելում հիշեցնեմ, ովքեր որ մոռացել են, Արցախը կա եւ լինելու է հայկական։ Ցտեսություն։